Ողջույն բոլորին, այսօր մենք կծանոթանանք CorelDRAW ծրագրի գծագրման գործիքներին։ Նախ և առաջ ասենք, որ CorelDRAW ծրագրում աշխատանքի հիմք են հանդիսանում օբյեկտները և բոլոր ֆիզիկական օբյեկտները, որոնց հետ գործ ունենանք այս ծրագրով աշխատելիս, այն կարող ենք բաժանել երկու խմբի՝ գծեր և պարզ պատկերներ, որոնք նաև կոչվում են պրիմիտիվներ։ Այսօր մենք կուսումնասիրենք միայն գծերը և կասենք, որ CorelDRAW-ի գծային մոդելների հիմքում ընկած են երկու հասկացություն, դա հանգույցն է և սեգմենտը։ Հանգույցը պատկերի հարթության այն կետն է, որը հաստատագրում է սեգմենտի ծայրից որևէ մեկի դիրքը։ Իսկ սեգմենտը գծի այն մասն է, որը միացնում է երկու կից հանգույցներ։ Եվ ասենք, որ սեգմենտներն ու հանգույցները անբաժանելիորեն կապված են միմյանց և փակ գծում սեգմենտների և հանգույցների թիվը նույնն է, իսկ բաց գծում հանգույցը մեկով ավելի է։ Այժմ անցնենք գծագրման գործիքների հետ ծանոթացմանը։ Դրանք գտնվում են ձախ մասի այս հատվածում։ Առաջին գործիքը դա Swobodная forma կամ Freehand tool-ն է։ Freehand tool-ն ընտրելուց այս գործիքը մեզ հնարավորություն է տալիս գծել այնպես, ինչպես մատիտով կգծենք տետրի վրա։ Օրինակ, այսպես կորեր տանելով, ինքը ինչպես տեսնում ենք, հետո ավելի հարթացնում է կորերը։ Կամ եթե պարզապես ուղղակի ուզում ենք ուղիղ գծել, պետք է սեղմել մագնիկի ցուցիչը այդտեղ և ապա հաջորդ կետում այն բաց թողնել այսպես ու կստանանք ուղիղ գիծ։ Իսկ կոր գծի դեպքում մագնիկի ցուցիչը սեղմած պահելով մեր ցանկացած պատկերը գծում ենք և վերջում բաց ենք թողնում, ապա ստանում ենք վերջնական մեր պատկերը։ Եթե ինչ-որ մի գիծ, այստեղ ինչ-որ մի կետ անհրաժեշտ է փոխել տեղը, ապա ընտրում ենք այստեղից այս ֆորման և որի միջոցով կարողանում ենք այս կետերի հետագիծը, դիրքը փոխել։ Հաջորդ գործիքը դա երկու կետերի միջոցով ուղիղ գիծն է։ Դա մեր իմացած ուղիղ գիծն է, որը սովորական մագնիկի ցուցիչը սեղմած պահելով տանում ենք մեր վերջնակետում, բաց ենք թողնում, ապա ստանում ենք ուղիղ գիծ։ Հաջորդ գործիքը դա այստեղից Bezier tool-ն է կամ Gribouille Bezier։ Այդ գործիքը ընտրելուց մենք հնարավորություն ենք ունենում ավելի հարթ կորեր գծել այստեղ։ Օրինակ, սա աշխատում է, երբ որ մենք սեղմում ենք մագնիկի ցուցիչը, այն սեղմած պահելով այսպես առաջացած սլաքները տեսնում ենք, ուղղությունն ենք որոշում և այստեղ որևէ մեզ հարմար տեղ նորից սեղմում ենք մագնիկի ցուցիչը և այսպես երկար սեղմելով, ինչպես տեսնում ենք, ինքը ավելի կլորացավ։ Փորձենք նորից, այսպես տեսնում ենք, կլորություն է առաջանում այստեղ և իր շարունակաբար, այսպես կարծես ցիկլ լինի, ինքը մեկը մյուսին շարունակություն է լինում։ Իսկ երբ որ մենք այսպես իրան թեքելուց տեսնում ենք, որ ուղիղ գիծը ստանում է կլորավուն տեսք։ Այս ցիկլից, այսպես ասած, դուրս գալու համար պետք է սեղմել ստեղնաշարի space կոճակը կամ բացատը և արդեն մեր գծած գիծը կհամարվի մեկ օբյեկտ։ Սրանք ջնջենք, որպեսզի մեզ հաջորդաբար չխանգարեն։ Հաջորդ գծագրման գործիքը դա Pierrot-ն է։ Սա համեմատաբար նախորդ գործիքի մեզ հնարավորություն է տալիս ինչպես այսպես
սեղմումներով մկնիկի ուղիղ գծեր իրար հետևից գծել, այլ նաև կարող ենք շարունակաբար այն սեղմած պահելով նախորդ գործիքի նման ստանալ հարթ կորեր։ Սա նույնպես ավարտվում է այն դեպքում, երբ սեղմում ենք space կոճակը։ Սա այստեղից կրկին հեռացնենք, որպեսզի նորը գծենք։ Հաջորդ գործիքը B-spline-ն է, այն թույլ է տալիս գծել, այսպես ասած, փակ կորեր, օրինակ, երբ որ մենք այստեղ գծում ենք, իհարկե ամեն կետի դեպքում մկնիկի ցուցիչը սեղմում ենք, մեր նախընտրած չափերով կորը գծելուց հետո այն պետք է անպայման վերջնակետը միացնել սկզբնակետին, այս սլաք երևալու պարագայում այն սեղմելուց հետո կդառնա ավելի հարթ կոր։ Հաջորդ գործիքը կոչվում է Кривая через три точки, կամ եթե անգլերեն տարբերակով է 3-point curve tool, սա ընտրելու դեպքում այս գործիքը մեզ հնարավորություն է տալիս 3 կետով ստեղծել կոր գիծ, այսինքն պետք է ընդամենը մկնիկի ցուցիչը այսպես սեղմել և այն քաշել դեպի այն ուղղությամբ, որ հատվածով որ ցանկանում ենք կոր լինի, և բաց թողնելու դեպքում արդեն կստանանք համապատասխան կորությունը։ Այստեղ սեղմելով տանում ենք այնքան, ինչքան կուզենք, որ բացվի այդ կորության հատվածը, այսպես ասած, և այն քաշելով կստանանք համապատասխան կոր։ Հաջորդ գծագրման գործիքը դա Smart Drawing Tool-ն է կամ ինտելեկտուալների սավայնը։ Այս գործիքի միջոցով մենք կտեսնենք, եթե ուղղակի այսպես ոչ սիմետրիկ, ոչ գեղեցիկ քառակուսի գծելու դեպքում, այն բաց թողնելուց հետո այն կդառնա իդեալական քառակուսի։ Կամ օրինակ, եթե ցանկանում ենք շրջան կառուցել, գծել, այն բաց թողնելուց հետո ավելի հարթ ու գեղեցիկ տեսք է ընդունում։ Օրինակ, ինչպես տեսանք, այն գեղեցիկ էլիպս կառուցեց։ Այն կարծես խելացիորեն հասկանում է, որ մենք ցանկանում ենք էլիպս գծել կամ քառակուսի գծել և ավտոմատ ստանում է դրա ավելի գեղեցիկ և համաչափ տարբերակը։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։